Սա քայլ է նաև ինչ-որ առումով կոլեկտիվ անպատասխանատվության ոլորտից, թե ինչի է Նիկոլ Փաշինյանը մեր վարչապետը այդ հարցի շուրջ, կա կոլեկտիվ անպատասխանատու մոտեցում։ Բերել հարցը անհատական պատասխանատվության ոլորտ։ Այսինքն անհատապես բոլոր падգամավորները պետք է մեզ բացատրեն, արդյոք իրանք հանցակից են դառնում Նիկոլ Փաշինյանին, թե հանցակից չեն դառնում։ Այս պարզ հարցի։ Մենք այդ ամեն ինչ իմանանք, այդ հողներ ԿՊԱ-ական падգամավոր կա, կարող է հույս ունի, որ իր անունը իդեպ ոչ մեկ չգիտի, բազմաթիվ падգամավորներ կան երեք ստորագրելու ընթացքում պարոն Ղազարյանի հետ միասին պարզեցիք, որ անունները չգիտենք այդ մարդկանց։ Հիմա կարող այդ մարդը հույս ունի, որ տենց իր անունը ոչ մեկ չի իմանա, ինքն էլ հով տենց իր այդ 5 տարին կլեր։ Հայաստան դաշինքի դեմ է, որովհետև իշխան Սաղաթելյանն ինձ հետ հարցազրույցում ասաց, որ ներողություն ավարտեմ, ասաց, որ մենք պետք է հասկանանք, մենք ուզում ենք այս հարցը լրջորեն քննարկել, իդեպ չբացառելով ասաց, որ ես դեմ չեմ եղել, առաջինը ես եմ կողմ եղել բանին, impeachment-ին։ Թե սա պետք է ուզում ենք թիրախ դարձնել Հայաստան դաշինքին։ Վայ ջան, ոչ, եւ ավելին, ես նաեւ խոսք ունեի ասելու, այդ խոսքին չասա։ Նամակները հանձնելուց հետո գործողություններ պետք է հետևեն, չէ՞, որոշակի ինչ-որ այլ գործընթացներ պետք է տեղի ունենան։ Այդ մասով լիազորված եմ Արթունենք շարժման անունից հայտնելու, որ մեր նախաձեռնությամբ մենք հենց այսօրվանից, այսինքն սկսած նախաձեռնություն ենք ցուցաբերելու, որպեսզի հանդիպենք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության 3 նախագահների հետ, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Անպայման հանդիպում ենք փորձելու խնդրել եւ ստանալ Հայեղափոխական դաշնակցության հետ, որպես քաղաքական կուսակցություն, զուտ սրանք, սրանք, այսպես ասած, կոնսուլտատիվ բնույթ ունեցող հանդիպումներ են լինելու, որտեղ մենք փորձելու ենք գործընթացը նախաձեռնելուց, սկսելուց արդեն գետնի վրա այդ բոլոր պրոցեսները սկսելուց առաջ, բոլոր քաղաքական դերակատարների հետ հստակեցնել մեր մոտեցումները, միգուցե նաև ստանալ ինչ-որ արժեքավոր խորհուրդներ կամ արժեքավոր աջակցություն, կամ միգուցե իրանք